Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Ողջույն Նարեկ։ Տիկին Ղազարյան, դիմել եք եվրոպացիներին եւ խնդրել եք մարդիկ ուղարկեն, որպիսի ձեզ օգնեն ընտրություններին հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ, ինչու եք հայ ժողովրդի վրա դրսից Եվրոպայից տղաբերում մտահոգված են ընդդիմադիրները։ Նարեկ, ես այդ ձևակերպումների հետ համաձայն չեմ։ Կներեք, սա այն ձևակերպումները չեն։ Մենք Եվրամիությունից ինստիտուցիոնալ աջակցություն ենք խնդրել պետական համակարգերը ավելի դիմակայուն դարձնելու համար հիբրիդային գրոհների նկատմամբ, եւ ես կարծում եմ, այդ հարցում մեզ օգնում են ոչ միայն Եվրոպայի մեր գործընկերները, այլ նաեւ օրինակ դուք եւ ձեր մյուս բարեխիղճ գործընկերները, որոնք ընդհանրապես հետաքննություններ են անում, խնդիրներ են բացահայտում, երկուստեք ինֆորմացիոն արշավների վերաբերյալ դիտարկումներ են անում, եւ ես կարծում եմ, որ այդ առումով եթե մեր եվրոպացի գործընկերները պատրաստակամություն են մեզ աջակցելու, դրա մեջ ոչ մի վնասակար բան չկա, առավել եւս հիմա այս պահին ես նույնիսկ չեմ կարող վստահորեն պնդել, թե հատկապես որ ինստիտուտների պարագայում աջակցություն կունենանք, ես կարծում եմ մասնավորապես ընտրական գործընթացներում կիբերանվտանգության հարցում ինֆորմացիոն կեղծ արշավների հարցում մեր ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման գործում մենք չպիտի կաշկանդվենք դիմել եւ աջակցություն ստանալ այն մարդկանցից, ովքեր պատրաստ են մեզ աջակցել, մանավանդ որ Եվրամիության հետ մեր գործընկերության, գիտեք, նախնական համաձայնության փաթեթում կա ինստիտուցիոնալ աջակցության բաղադրիչը եւ սա եւս դիտարկելի է տրամաբանության մեջ։ Այսինքն այստեղ ոչ մի կոնսպիրացիա չկա, էլի, ամբողջությամբ ինստիտուտների դիմակայունությանը աջակցելու մասին է խոսքը եւ այն բանի բերումով, որ այս պահին պետական կառավարման պատասխանատվությունը մեծ վրա է, մենք նաև աջակցություն ենք խնդրում բոլոր այն գործընկերներից, ովքեր մեզ կօգնեն, այդ թվում եւ Հայաստանի հանրության ներսից այն բոլոր բարեխիղճ մարդկանցից, ովքեր պատրաստ են աջակցություն ցույց տալ ինստիտուցիոնալ իմաստով։ Ինչ խնդիր է լուծվելու, որ անհրաժեշտ է Եվրամիության գործընկերների ներկայությունը այստեղ։ Ես արդեն ասացի, որ թե այդ ինֆորմացիոն կեղծ արշավները, որոնց էլի լրագրողական հանրությունը, փաստերի ստուգման ներքին հանրությունը, այդ գործով զբաղվող մարդիկ, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում այդ գրոհների հնարավորության դեպքում մենք ինստիտուցիոնալ ավելի լավ որակյալ մեխանիզմներ կարող ենք ունենալ եւ ի վերջո այդ ընտրարշավի փուլերը նաեւ գերլարման շրջան են պետական համակարգի, պետական ապարատի համար, որը նաև օգնում է ինստիտուտներին բարելավել ամեն անգամ այդ ճանապարհով անցնելու միջոցով։ Ես հիմա կոնկրետ ուղղությունները չեմ կարող ասել, բայց ես հույս ունեմ նաև կենտրոնական իմ ակնկալիքն այն է, հա, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կաջակցեն պետական կայքերին կիբերանվտանգության հարցում եւ ինֆորմացիոն կեղծ արշավների դեմ որոշակի ինստիտուցիոնալ իմունիտետ կօգնեն ձեռք բերել, որը հետագայում Հայաստանի համար նույնպես ինստիտուցիոնալ առումով արդյունավետ կարելի է կիրառել ոչ միայն այս օր եւ այս դրվագում։ Տիկին Ղազարյան, իսկ իշխանության տարածած կեղծ տեղեկությունների դեմ պայքարի հարցում ով է հանրությանը օգնության հասնելու։ Ես տեղյակ չեմ այդպիսի տեղեկությունների մասին, բայց եթե այնուամենայնիվ նման իրավիճակներ կան եւ դուք տեղյակ եք, կարող եք կոնկրետ օրինակներով վերել, այդ նույնպես նույն խնդրի շրջանակում պետք է դիտարկել եւ պետք չի տարանջատել այս դեպքում, թե որտեղից եւ ինչ տիպի խնդրահարույց տեղեկություններ են իհայտվել։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, Օրինակ, հիմա տեսեք, երբ ասում են, որ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Ծառուկյանը միանալու են եւ Քոչարյանին դարձնեն վարչապետ։ Սա
Նարեկ, ակնհայտ կեղծ տեղեկություն։ դա կեղծ տեղեկություն չի, ինձ թվում է դուք բավականին հմուտ լրագրող եք Չէ, հասկանալու համար պարզապես ես իրենցից չեմ լսել, որ իրենք դա միավորվելու դա են։ դա քարոզարշավի մաս է, որտեղ իշխանության ներկայացուցիչ քաղաքական գործիչների տարբեր, հա, իրենց դիտարկումներն են անում, հիմնվելով այն հրապարակային տեղեկության վրա, որը գոյություն ունի, իսկ հրապարակային տեղեկությունն այն է, որ այդ երեք ուժերի ներկայացուցիչները տարբեր արտներով ասում են, որ հետընտրական համագործակցության կգնան ընդդեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ այո, մենք կարող ենք մեր ընտրողներին ասել, որ կամ քաղաքացիներին ասել, որ սիրելի ընտրողներ, նման ռիսկ կա եւ ուղղորդել այդ քվեարկությունը հրապարակային կոչերով, դա քարոզարշավ է, քիչ է մնում քարոզարշավը անվանել կեղծ տեղեկություն։ Չէ, երբ դուք ասում եք մենք չեղանք պատերազմ է լինելու, մենք միակ խաղաղություն բերող ուժն ենք։ Այդ դա էլ է քարոզարշավ, չէ՞, նարեկ, այսինքն ի՞նչ է Այսինքն չէ, նշան։ կներեք, դուք հա, օքեյ, ասում եք, որ մենք խաղաղություն բերում ենք, բայց նաև Ոչ, ինչ դուք է տան։ ասում եք, որ Քոչարյանն ու Ծառուկյանը պատերազմ են բերում ձեր ժողովուրդ։ Դուք կեղծ տեղեկություն չեք փոխանցում սրանով։ Ոչ, նարեկ, դու չես տարբերում քաղաքական խոսքը կեղծ Այսինքն տեղեկությունից։ Քոչարյանը, որ եկավ պատերազմ լինելու է։ Ես կարծում եմ, որ հա, որովհետև այն խոսույթը, որը ընկած է այդ քաղաքական ուժերի տրամաբանության ներքո, իհարկե դա պատերազմական խոսույթ է եւ կոնֆլիկտային խոսույթ է ու բոլոր իրենց ծրագրերը դա այն հուշում եւ նորմալ է, գիտես, Նարեկ, որ մենք իրենց արտաքին քաղաքական առաջնահերթություններ վերլուծելով, ասենք, որ սա դեպի կոնֆլիկտ է տամ հարգելի քաղաքացիներ, եթե եւ այդ վերլուծությունը անել, եթե ուզում եք խուսափել կոնֆլիկտից, մենք առաջարկում ենք ճանապարհներ, իրենք էլ նույն վերլուծությունը անում են մեր վերաբերյալ եւ իրենց եզրակացությունն են անում։ Այս դեպքում իհարկե քաղաքացիները այդ վերլուծությունները լսում են եւ տրամաբանական եզրահանգման, որը ավելի արժանահավատ է, այդ եզրահանգմանն են գալիս։ Ոնց կարելի է դա կեղծ տեղեկություն անվանել, նրա համեմատ ինչ կատարվում է, էլի ասենք, այդ կեղծ արշավների ֆոնին։ Տիկին Ղազարյան, ինչ եք կարծում, Եվրոպայից ժամանած մասնագետների խումբը կարող են անձամբ ձեզ աջակցել, որ ի վերջո Սալավյովից հետ վերցնեք Սերժ Սարգսյանի օրոք նրան տրված շքանշանը։ Իդեպ ասեմ, այդ թեման դուք եք բացել, ասել եք, որ պետք է քննարկենք դա հետ վերցնելու մասին, հետո ձեր հայտարարությունից տևական ժամանակ անց ինձ ասեցիք, որ քննարկումներ են ընթանում, հիմա ինչ փուլում եք։ Եկեք ձեր հարցը մի քանի մասի բաժանենք, բնականաբար դրա համար Եվրոպական միության գործընկերների աջակցություն պետք չէ։ Հայաստանը ունի իր իրավակարգավորումները եւ այդ տրամաբանության շրջանակում կարող է առաջ գնալ։ Երկրորդ հարցը ձեր հարցի երկրորդ բաղադրիչը նա որ այդ թեման ես եմ բացել, այդ թեման ես չեմ բացել, ես պարզապես արձագանքել եմ այդ հնարավոր վարկածին եւ երրորդ բանը, որը այս հատվածում, քանի որ ձեր ոնց որ հարցի մեջ ամենակարևորն է նա թե ինչ փուլում է քննարկումները Հայաստանի Հանրապետության իրավակարգավորումները շքանշանը հետ վերցնելու միայն մեկ դեպք են նախատեսում եւ որի հետ մենք այս պահին գործ չունենք, այսինքն չկա իրողության մեջ այդ դեպքը, բայց Դատական հիմքով, այո։ ինչ վերաբերում է քաղաքական ուրեմն քաղաքական հայտարարության եւ քաղաքական դիրքորոշմանը ես դա հայտնել եմ եւ ես կարծում եմ բավական է քաղաքական դիրքորոշումը այս պահին, իսկ ինչ վերաբերում է այն քրեա իրավական մասին, որի վրա ես ազդեցություն չունեմ եւ բնականաբար ունենալ չեմ կարող, ես չեմ կարող դա որոշել, բայց եթե նման հիմք լինի, իհարկե այդ գործընթացը կվերսկսվի, այս պահին չկա նման հիմք, բայց քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Տիկին Ղազարյան, պարզապես դուք արդեն թրծվել եք օրենքի նախագծեր բերելով եւ արկա օրենքները լրացնելով, լրամշակելով, կաթողիկոսն անձամբ է զգացել դա իր մաշկի վրա։ Ինչու մի օրենքի նախագիծ էլ չեք բերում, որ այլ ելքել լինի Հայաստանի հանդեպ նման հայտարարություն անող, հատկապես օտարպետության ներկայացուցիչներից պատվոշկանշանները հետ վերցնեն։ Ինչ վերաբերում է Հայաստանում պարգևների մասին օրենսդրության, գիտեք, որ դա վերափոխվել է Հայաստանում եւ էականորեն փոփոխված է, ինչ վերաբերում է արդեն իսկ այդ շքանշանները ունեցող մարդկանց վերաբերյալ ձեր դիտարկմանը, իհարկե ես դա համարում եմ տեղին, բայց նարեկ նաեւ պետք է ասեմ, որ օրենսդրական գործունեությունը այնքան պարզունակ չի, որքան դուք եք փորձում ներկայացնել մի օրենսդրական
նախաձեռնության մինչև ավարտական փուլ, այսինքն ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճ հասնել մոտավորապես 8 ամսից 1 տարի ժամանակ է անհրաժեշտ, այսինքն նախաձեռնության սկսման պահից եւ այո, եթե քաղաքացիները մեզ եւս մեկ ժամկետով մանդատ տան, ես անպայման կփորձեմ կառավարության իմ գործընկերներին համոզել, որ այդպիսի նախաձեռնության դրական եզրակացություն տան, մանավանդ օտարերկրացիների մասով, ինչի հետ ես համաձայն եմ։ Իսկ կաթողիկոսի հետ կապված այդ սահմանափակումները, որ շփթփ բերում էիք, դրա համար 8 ամիսից օգտվում էիք, թե դա 1-2 ամսվա պատմություն էր։ Նարեկ, շփթփը դա ձեր նկարագրությունն է, որի հետ ես ամենևին համաձայն չեմ։ Մենք երկու օրենսդրական նախաձեռնություն ենք ունեցել եւս երեքը, եթե չեմ սխալվում, հիմա բան ներքին քննարկումների մեջ է, որոնք ոչ մի կերպ առաջ չեն գնում էլի իրավական կարգավորումների տրամաբանությունից ելնելով, բայց ինչ վերաբերում է այդ նախորդ երկու նախաձեռնություններին ասեմ, շողակաթի վերաբերյալ նախաձեռնությունը սկսվել է առնվազն 2 տարի առաջ, եւ դուք այդ քննարկումները հրապարակային լսել եք բոլոր բյուջետային քննարկումների ժամանակ, երբ հանրային հեռարձակողի խորհուրդը ներկա է եղել մեր հանձնաժողովում տարեկան զեկույցների, իսկ հուշարձանների հետ կապված քննարկումները սկսվել են նախորդ տարի ապրիլ-մայիս ամիսներին, որը հիմա արդեն ազգային ժողովի օրակարգում է եւ հաշվի առնելով որ հիմա փետրվար ամիսն է, այո, այդ ժամկետները գործել են ինչպես ես չգիտեմ ինչի է ձեր մոտ այդ տպավորություն, թե դա չափազանց արագ է ստացվում, դա չափազանց դանդաղ է եւ պետք է ասել, որ պետական բյուրոկրատիան ունի բավականաչափ Կներեք, իմունիտետ, իսկ Մայրաթորին այդ հողային իրավունքից զրկելու նախագիծն էլ էր տարիներով։ Եթե չեմ սխալվում, այդ հողային օրենսգրքում փոփոխությունները վստահ չեմ, թե դա օրենսդրական կարգավորում է, դա կառավարության որոշում մեր, եթե չեմ սխալվում, իսկ եթե օրենսդրական կարգավորում է, այդ դեպքում պետք է արդեն տարածքային կառավարման նախարարությանը հարցնել, թե երբ կանց են Իսկ իրանք երրորդն սկսել ինչ է, որ դրա վրա աշխատել։ երրորդը էլի եկեղեցու հետ է Ոչ կապված։ թե ոչ թե երրորդ կամ չորրորդ, այլ բարենորոգման օրակարգի շրջանակում կան հարցեր, որոնք դեռևս կարգավորված չեն, եւ ես կարծում եմ, որ պետք է կարգավորել թե մշակութային ժառանգության, մշակութային արժեքների հարցը, այսինքն ինչ որ իրավահարաբերություն ստեղծել, հա, որտեղ դրանք գոյություն չունեն, թե օրինակ ֆինանսական թափանցիկության հարցը, տեղեկատվական ազատության հարցը եւ այլն։ Հիմա չգիտեմ, երբ որ դուք հարցում եք անում եկեղեցուն, արդյոք նա մայրաթորին, արդյոք նա միշտ եւ բարեխղճորեն պատասխանում է ձեր հարցումներին, բայց կարծում եմ օրինակ այդպիսի կարգավորումը հեչ չէր խանգարի նաեւ ձեզ եւ մի քանի այլ հարաբերություններ նույնպես ընդհանրապես կարգավորված չեն, ոչ թե վատ են Նա կարգավորված լավ, կամ լավ Տիկին են Ղազարյան, կարգավորված։ հասկանալի լեզվով ասեք, ինչ է փոխվելու։ Այս պահին միակ բան, որ փոխվելու է հուշարձանների հետ կապված հարցն է, մնացած ոչ մի բան Ինչ օրակարգում հստակ չէ, բայց հուշարձանների։ որ եկեղեցին ընդհանրապես որևէ մեկը որ կրոնական նշանակության մշակութային հուշարձան ունի, անկախ նրանից, թե դա որ կրոնական հուշարձանն է Հայաստանի Հանրապետության տարածքում, չկարողանա դրա սեփականության իրավունքը փոփոխել առանց կառավարության հետ համաձայնեցնելու։ Սա վերաբերում է ոչ միայն Մայրաթորին, այլ նաև օրինակ համայնքապատկան եկեղեցիներին, օրինակ ավականու որոշմամբ, եթե դրանց սեփականության իրավունք կարող է փոխվել եւ այլն։ Նաև քանի որ առիթը եղել է, ասեմ, որ Մայրաթորս նույնպես դրական արձագանք կա այս նախաձեռնության վերաբերյալ, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ։ Լեզու եք գտել իրար հետ, սկսել եք աշխատել։ Իրար հետ չենք աշխատել, հրապարակային է այս ամեն ինչը կատարում, այսինքն կուլիսներում ոչինչ չի եղել, ոչ ոքի հետ չեմ հանդիպել, ոչ ոքի հետ չեմ խոսել, բայց իրենց հայտարարություններից մեկում դրական արձագանք եմ կարդացել, ընթերցել հայտարարության մեջ, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ գոնե մի կետ կա, որտեղ մենք համաձայնություն ունենք, դա հուշարձանների պահպանության կետն է եւ պետության պարտավորություն է այդ հուշարձանների նկատմամբ։ Տիկին Ղազարյան, ընտրակաշառք եք բաժանում պետական մակարդակով, թոշակները բարձրացնելով։ Ծանոթ է ձեզ ընդդիմության այս քննադատությունը։ Իհարկե ծանոթ է Նարեկ, ամբողջ 5 տարիների ընթացքում բոլոր ռեֆորմները անվանվեցին ընտրակաշառք, բոլոր բարեփոխումները անվանվեցին ընտրակաշառք, ինչպես նաև ամբողջ ընթացքում 5 տարիների ընթացքում ընդդիմություն չդադարեց խոսել այն մասին, որ մենք պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների, քանի որ այդ ռեֆորմները եղել են
պերմանենտ եւ հաճախակի ամեն ռեֆորմից հետո ասել են պատրաստում են արտահերթի մեր ժամանակ չեն տալու պատրաստվել են ընտրություններին իրենք պատրաստ են մենք անպատրաստ ենք հիմա եկանք հասանք ընտրությունների շեմի շարունակում են նույն քննադատությունները մենք ունեցել ենք նախընտրական ծրագիր եւ փորձում ենք հասցնել մեր նախընտրական ծրագրի բոլոր դրույթները իրականացնել իհարկե դա անհնար է տեսականորեն բոլորը բայց գոնե առավելագույն ինչ որ շեմի հասնել եւ ես չեմ կարծում որ ամոթ է սեփական նախընտրական եւ կառավարության ծրագիրը հասցնելուն ձգտելը, որովհետեւ կառավարությունները հենց դրա համար են։ Պարզապես 1-2 ամիս առաջ դուք այս նախընտրական խոստումը միջին թոշակը 60,000 դրամ դարձնելը չէիք ուզում կատարեիք, ասում եք թոշակառուն 10,000 դրամ ծախսելու ձևը չգիտի, հենա մենք կուղարկենք ապահովագրության հիմնադրամ կգնա անվճար կբուժվի։ Սա հակասում է այն հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հակասում է իր մի քանի օր առաջ արված այն հայտարարության, որ մենք նախընտրական խոստման շրջանակներում թոշակ ենք բարձրացնում։ Եվ սա ընկալվում է որպես թոշակառուներին ձեր կողմ պետ բյուջեի հաշվին թոշակառուներին ՔՊ-ի կողմ տանելու քայլ, որովհետև երբ որ ասում եք տնտեսական աճ ունեցանք եւ դա մի օրում չեն իմանում, որ հրաշք տնտեսական աճ ունենք, արեք թոշակները բանանենք, դա ավելի վաղ է երևում, ինչու ավելի շուտ չէիք ձեռնարկում թոշակի բարձրացման այս գործընթացը։ Ոչ նարեկ, դա ավելի վաղ չի երևում եւ ամբողջ խնդիրն այն է, որ կանխատեսումը Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի եղել է 5.5%, բայց մենք ունեցանք 7.2% արդյունք, իսկ 2%-ը տնտեսության մեջ շատ մեծ թիվ է, մանավանդ այս երակի անգամ մեծացած մեր տնտեսության մեջ, այսինքն Հայաստանի մասշտաբների համեմատ, եւ այո, տնտեսական աճն է եղել, այսինքն մեր նախատեսածից ավելի շատ գումար գոյություն ունի Հայաստանում, եթե շատ կոպիտ ասեմ, եւ դա զգալի թիվ է։ Պատկերացնում եմ ինչքան պարգևավճար կբաժանեք ձեզ։ Այդ թվում դա պետական համակարգի աշխատողների աշխատավարձի վրա նույնպես կանրադառնա, բայց այս պահին հիմա խոսքը միայն թոշակների եւ նպաստների մասին է, իսկ ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկման, որ եթե թոշակառուին 10,000 դրամ հավելյալ տալիս ենք ու ինքը դեղերի վրա է ծախսում, արդյոք ավելի լավ չի լինի այդ գումարը առողջապահական ապահովագրության ֆոնդը ըստ անհրաժեշտության բաշխի, որովհետև դրանք տարբեր խմբերի մարդիկ են եւ տարբեր կարիքներով, ես կարծում եմ այստեղ էլ հակասություն չկա, որովհետև իսկապես եթե գումարի մեծ մասը դեղերի վրա է ծախսում, իսկ ապահովագրության հիմնադրամը այդ դեղերի մեծ մասի ծախսը իր վրա է վերցնում, այդտեղ ոչ մի դատապարտելի բան չկա էլի, որ ներդնում ենք այդ համակարգը եւ դա ես վստահ եմ, ես պահին էլ եմ վստահ, որ ապահովագրությունը ավելի մեծ օգուտ է տալիս քաղաքացիներին, քան այդ 10,000 դրամ հավելյալ գումարը, բայց քանի որ տնտեսական այնպիսի չնախատեսված աճ ենք ունեցել, ինչպիսին ունեցել ենք, ես կարծում եմ տրամաբանական է նաև այդ ուղղությամբ շարժվել է, ես այդտեղ ոչ մի, այսպես ասած, կրիմինալ չեմ տեսնում։ Մի բան էլ, որ ձեր ասացի հետ կապված ասեմ, ասում եք դուք փորձում եք քաղաքացիներին ներգրավել ձեր կողմը եւ դա բնական է բոլոր քաղաքական ուժերը դա անում են եւ բնական է նաեւ որ կառավարությունները ունեն մրցակցային առավելություն որովհետեւ իրենք են կառավարում այդ պահին իրավիճակը մյուս կողմից նաեւ ունեն խոցելիություն որովհետեւ ընդդիմություն որը ունի պատասխանատվություն եւ կառավարման բեր իր ուսերին կարող է ցանկացած որոշման թիրախավորել եւ քննադատել եւ դա նորմալ քաղաքական գործընթաց է այսինքն այդ երկու բաները իրար հետ են գալիս Տիկին Ղազարյան մի գաղտնիք բացեմ Եվ բացեք թոշակառուները եւ ցանկացած մարդ բացի առողջապահությունը նաև ունի սնվելու, հագնվելու, նաև տարբեր հաճույքներից օգտվելու կենսական անհրաժեշտություն, այնպես չի որ եթե այո բայց կան առաջնահերթություններ առողջապահության հարցը լուծեցիք, այդ մարդը էլ խնդիրներ չունի, ինչեւ բայց եթե չլիներ Սամվել Կարապետյանը, դուք այդ քայլին էլ չէիք գնա։ ինչի՞ միայն Սամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանն է այդպես հայտարարում։ Հայաստանում ամեն մոտավորապես մեկ շնչին հասնող թոշակ բարձրացնողների թվով Հայաստանը ռեկորդագիր է այս պահին տարածաշրջանում, իսկ թվում է ամեն երկրորդ մարդ նպաստել է, որ թոշակները բարձրանան, ինչի կապակցությամբ ուրախ եմ, որովհետև եթե մի կողմից դրանք քննադատում են, մյուս կողմից փորձում է վերմակը քաշել իրաց վրա, դա նշանակում է, որ իրոք դրական բան է եղել, մարդիկ ուզում են կիսել այդ դրական լուրը նաև
իրենց ներդրումը ունենալ դրա մեջ, այսինքն դա լավ է, եթե մարդիկ ասում են, որ դա մենք ենք ստիպել անել, դա լավ է, եւ ես հույս ունեմ, որ դուք նկատի չունեք, որ Սամվել Կարապետյանը ձեր նախորդ մտքի հետ, եթե փող կապակցեմ, օգնել է ԿՊ-ին ընտրակաշառք բաժանել, դա նորմալ չի, էլի, ինձ թվում է, եթե Սամվել Կարապետյանը այնուամենայնիվ ուզում էր, որ թոշակները բարձրանային, նա պետք է ուրախ լինի այս կապակցությամբ։ Եվ Տիկին Ղազարյան, այս ընտրական process-ների ընթացքում հայտնի դարձավ, որ Արթուր Վանեցյանն իր հայրենի կուսակցությունով չի մասնակցելու ընտրություններին, սա ինչպես կմեկնաբանեք։ Չգիտեմ ճիշտն ասած, արդյոք կարիք կա, որ մի քաղաքական ուժը մեկնաբանի մեկ ուրիշ քաղաքական Իհարկե ուժի կա, մեկնաբան։ մասնակցելը, միայն կարող եմ ասել, որ ողջունում եմ ողջ հախոհությունը Արթուր Վանեցյանի իր ուժերի ճիշտ գնահատումը եւ չգիտեմ, եթե այդպես է որոշել քաղաքական գործիչը, ինչ կարող եմ ասել նրան։ Բարի երթ իր հետագա ընթացքում, ինչ ասեմ։ Ասեք ասեմ։ Օրինակ իշխանության համար սա դրական է, որ մեկ ուժի հետ քիչ մեկ ուժի դեմ քիչ կպայքարի։ Դա ոչ դրական է, ոչ բացասական։ Հիմա այդ մարդը այդպես է գնահատել։ Ես ճիշտ ասած, իմ սրտի ընդդիմությունը չէ Արթուր Վանեցյանը եւ նրա քաղաքական թիմը։ Միգուցե չգիտեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրանից ոչ շահել է, ոչ տուժել է, էլի, որովհետեւ առանձնապես քաղաքական տենց վառ գործունեությամբ աչքի չէր ընկնում այդ Դե ձեր կուսակցությունը։ կադրն է, ձեր իշխանության կադրն է։ Ինչի համար ներողություն եմ խնդրում։ Ինչու՞։ Դե կարծում եմ, որ վատ կադր է, այդ առումով մենք երբեմն շատ բացասական իմաստով աչքի ենք ընկնում, բայց այո, երբեմն կարող են նաև այդպիսի խնդիրներ լինել, որ Վատ կադրային։ կադրին գեներալի կոչում են տալիս Տիկին Ղազարյան։ Դե հիմա այդպես է ստացվում, հիմա որ այդ հարցը տալիս եք, դրանից պատասխան չի դառնա, ոչ եղել է, պատահել է, հիմա ինչ ասեմ, ներողություն եմ խնդրում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու համար ներողություն կխնդրեք։ Բոլորովին ոչ, ես կարծում եմ, որ դա լավագույն որոշումն է եղել ոչ միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այլ նաև հայ ժողովրդի 2018-ին կայացրած որոշումը։ Բայց նա էլ բազմաթիվ խոստումներ է տվել եւ չի արել։ Հիմա ինքն էլ վատ կադր չի։ Հարցը ոչ թե խոսումներ տալ եւ դրանք անել փորձելու ճանապարհին խնդիրներ ունենալն է, այլ Հայաստանի Հանրապետության պետական շահերի դեմ գործել է եւ ես կարծում եմ, որ Արթուր Վանեցյանը այնպեսի գործիչ է, որ ինքը ցույց է տվել վերջին տարիներին, որ ամենևին շահագրգռված չի ինքը եւ իր կուսակիցները, հա, որ ամենևին շահագրգռված չի Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերով եւ ես դրանից է որ ինձ վատ եմ զգում, հա, իր այդ հայտնի բան Ղրիմյան հարցազրույցները եւ մնացած բոլոր իր եւ իր թիմակիցների են բոլոր հարցազրույցները, որոնցով իրանք փորձում են Հայաստանի վրա ագրեսիա եւ բացասական ուշադրություն գեներացնել, ինձ թվում է շատ մեկնաբանելու բան չկա էլի այստեղ, ես կարծում եմ, որ այո, սխալ է եղել, վատ որոշում է եղել իրեն նշանակելը ԱԱԾ-պետ, չնայած այն ընթացքում, երբ որ ինքը աշխատում էր այդ պաշտոնում, իր հրապարակային խոսքից այդքան չէր զգացում, կամ ընդհանրապես չէր զգացում այն միտումները, որ հիմա կան։ Լավ, Տիկին Ղազարյան, իսկ նշանակողը ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Քաղաքական։ Դե ենթարկեք, ի՞նչ եք ենթարկում։ Հիմա գալիս է հունիսի 7-ը եւ այդ քաղաքական պատասխանատվության քաղաքական գնահատականը կլինի այդ որոշման։ Չնայած դա մի անգամ արդեն եղել է, որտեղ Վանեցյանի նշանակման կապակցությամբ ես կարծում եմ մեր քաղաքական գնահատականը եղել է 2021-ի ընտրությունները, որտեղ մենք զգալի ձայների կորուստ ենք ունեցել 18 թվականի համեմատ եւ այդ ցույց է տալիս մեր այդ ժամանակաշրջանի կառավարման գնահատականը, բայց այնուամենայնիվ ամենաառաջին ուժն ենք եղել մնացած բոլորի հետ համեմատությամբ եւ Ղազարյան, ես ճիշտ հասկացա, այսինքն 21 թվականի արտահերտ ընտրություններին, որ ԿՊ-ին քիչ ձայն տվեցին, պատճառը ոչ թե այն արհավիրքներ, այն աղետաբեր պատերազմը, որ ձեր իշխանության օրոք տեղի ունեցավ, այլ այն, որ դուք 18 թվականին Վանեցյանին նշանակել էիք ԱԱԾ տնօրեն եւ 19 թվականի սեպտեմբերին ազատել էիք, դա էր։ ոչ ճիշտ չհասկացաք նարեկի թիվս այլոց
Նաև դա էր, այսինքն կային մի շարք հարցեր, որոնց կապակցությամբ կար դժգոհություն, եւ այդ դժգոհությունը արտահայտվել է այդ ձայների նվազումով։ Այսինքն Նաև մոտավորապես Վանեցյանի 150 պատճառով են ձեզ քիչ ձայներ։ բազմաթիվ, Նաև այսինքն Վանեցյանի պատճառով։ այո, ես կարծում եմ, որ բազմաթիվ գործոններ աշխատել են, որպեսզի մեր ձայները X-ից դառնան X-ից մի 150-200 հազարով ավելի պակաս ձայներ մոտավորապես, եւ դա եղել է ոչ միայն պատերազմի պատճառով, իհարկե մեծապես նաեւ պատերազմի հետ կապված հանգամանքն է այդտեղ դեր ունեցել, բայց ես կարծում եմ, որ բազմաթիվ այլ բաներ հանրագումարում այդ արդյունքն են տվել եւ եթե իհարկե պատերազմը Հայաստանի պատմության ամենամեծ արհավիրքներից մեկն է եղել, բայց նաեւ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է փոխվել դինամիկան քաղաքացիների ընտրության եւ ինչպիսի գնահատականի են արժանացել եւ ինչպես է այդ մեղքի բաշխվածությունը ըստ էության ձայների մեջ երևում էլի, երբ որ Հայաստանի 4 առաջնորդներ, երբևէ ղեկավարած 4 առաջնորդները առաջադրվել էին, իսկ թվում է ամեն մեկին իր գնահատականը այդ ժամանակ տվեց հայ ժողովուրդը, թե ինչպես է տեսնում ու մեղքը ինչքան է տեսնում այդ արհավիրքի մեջ։ Իսկ 26-ին եթե պարտվեք ու մեկ մեղադրելու, ինչ եք ասելու, ով էր մեղավոր, որ ձեզ քվեջ տվեցին։ Եթե այդպիսի բան լինի, իհարկե ես հիմա այս պահին գոնե այս պահի Այդ տրամադրությունները վստահությունը հաշվի ձեզ առնելով որտեղից էլի։ այս հաշվի հանրային տրամադրությունները դիտարկելով, այս պահին հանրային տրամադրությունները դիտարկելով ես նման բան իրատեսական սցենար չեմ տեսնում, բայց եթե տեսականորեն, հա, ենթադրենք, որ այդպիսի իրավիճակ կարող է լինել, իհարկե դա մեր աշխատանքի գնահատականը կհամարենք։ Տիկին Ինչպես Ղազարյան, հաղթանակը, այնպես էլ պարտությունը։ դուք միայն հանրային տրամադրություններին ծանոթանում եք ՔՊ գրասենյակներում, թե նաև ինչ որ չեզոք հասարակական վայրերում։ Հիմա այս հարցը ինչի համար է, էլի չեմ Ուզում հասկանում։ եմ հասկանամ, որ շրջանակներում եք դուք հանրային Տարբեր։ ՔՊ գրասենյակից դուրս։ Այո։ Շատ լավ։ Եվ Տիկին Ղազարյան, շարունակելով այս նախընտրական թեման, երբ է լինելու ձեր կուսակցության երկրորդ փուլի ընտրությունները, այդ 50-ից երբ են ընտրություններ կատարվելու, իդեպ ձեզ մերժեց կուսակցությունը լավագույն 50-ի մեջ չհայտնվեցիք։ Ինձ թվում է այդ ձևակերպումը ճիշտ չէ, որ ինձ մերժեց կուսակցությունը, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ հաշվի առնելով մարդկանց քանակը եւ իմ ստացած ձայների քանակը, ես կարծում եմ, որ ես շնորհակալ եմ այն գնահատականի համար, որին արժանացել եմ կուսակցության կողմից եւ կարծում եմ, որ դա ավելի մոտիվացում է ավելի լավ աշխատել, դա մի կողմ, իսկ ինչ վերաբերում է երկրորդ փուլի ընտրություններին, դա մարտ ամսվա երկրորդ կեսին է նախատեսված եւ նույնպես կլինի հրապարակային բաց թափանցիկ հույսն եմ կկարողանաք առիթ կունենաք լուսաբանելու եւ տեսնել թե ինչպես է փոխվել այդ մի ամսվա ընթացքում մարդկանց վարկանիշները։ Եվ կուսակցության ներսում ըստ էության որևէ մեկի մտքով չի էլ անցնում, չէ՞, հավակնել վարչապետի պաշտոնին բացի մի հոգուց։ Վարչապետի պաշտոնի համար, այսինքն վարչապետի թեկնածուի համար, առաջին համարի համար կլինեն առանձին առաջադրումներ եւ ընտրություններ եւ այդ ժամանակ կերևա արդյոք կլինեն այլ առաջադրումներ եւ ինքնաառաջադրումներ, թե ոչ, եթե իմ անձնական դիրքորոշումն եք հարցնում, ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրի համար վարչապետ լավագույն թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես այս պահին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վարկանիշ ունեցող եւ լավագույն քաղաքական գործիչը մեր թիմում է, մենք ինչի պետքա բան արկածախնդրության գնանք, ես այդ տրամաբանությունը հարցի չեմ Ես հասկանում, նշանակում օրինակ պրոֆեսիոնալ քաղաքական կայացած քաղաքական ուժերին, որ նայում եք, դեմոկրատներ, հանրապետականներ, որ ասես մի քանի նախագահի տեխնացու ունեն մարդիկ, չգիտեն որ մեկին առաջադրեն։ Այստեղ նայեք, բայց Հայաստանում բոլորներ ՔՊ-ում ներողություն, Հայաստանում ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի մրցակիցը Նիկոլ Փաշինյանն է։ Սա մոտավորապես 2017 թվականի հանրապետական կուսակցության վիճակներն է, որ Սերժ Սարգսյանի մրցակիցը Սերժ Սարգսյանն էր։ դուք սխալ եք հիշում, 2017 թվականին Հանրապետական կուսակցությունը առաջ է համարում ներկայացրել Կարեն Կարապետյանին։
Որովհետև այն ժամանակ ակնհայտ էր, որ Կարեն Կարապետյանը ավելի բարձր վարկանիշ ունի, քան Սերժ Սարգսյանը։ Մեր կուսակցությունը նորմալ բնական պրոցեսներ են ընթանում, վարկանիշը բարձր է, նրան էլ առաջադրում ենք։ Հո մենք խելագար չենք պարտվող տեխնացիով գնանք ընտրության, պարզը որ հաղթող տեխնացիով պետք է գնանք ընտրության եւ հարցը ստեղ ոչ թե Դե այստեղ այն է, որ ոչ մեկ ռիսկ չի անում ոչ նարեկ, հարցը այստեղ ոչ թե Նիկոլ կուսակցական Փաշինյանի ընտրություններում լինի վարչապետի տեխնացու։ Հարցը այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ քաղաքական ողջամտությունը։ Եթե դու ունես մի տեխնացու, որով հաղթում ես, ինչի գնաս այն տեխնացուով, որով ամենայն հավանականությամբ կպարտվես։ Պարզը, որը Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է, եւ քան դեռ այդպես է, քաղաքացիական պայմանագրի առաջին համար լինելու է Նիկոլ Փաշինյանը, հենց որ կլինի ավելի բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ մեր թիմում, այդ ժամանակ կփոխվի առաջին համար։ Հիմա ես չգիտեմ ովքեր կառաջադրվեն, Գուցե ովքեր այդ ոչ։ ժամանակ Նիկոլ Քաղաքական Փաշինյանը պետ ռեգիստրում Սա փակի իմ տվին։ սա իմ քաղաքական վերլուծությունն է այն մասին, որ ոնց որ չգիտեմ, ասենք հիմա ես առաջադրվեմ դառնամ առաջի համար գնանք կրվենք ոնց որ դրանից ինձ ինչ օգուտ։ Բայց չէ որ ես նույնպես որպես քաղաքական թիմի ողջամիտ անդամ ուզում եմ այնպիսի կառուցվածք ունենամ մեր ցուցակը, որը հաղթող ցուցակ է, ոչ թե որը պարտվող ցուցակ է եւ ինձ թվում է բոլոր ողջամիտ մարդիկ, ովքեր հաղթող ցուցակով են ուզում գնալ ընտրության, հենց այդպես էլ կողմնորոշում են։ Այլ հարց, որ մենք ունենք մրցակցային առավելություն մյուս քաղաքական ուժերի նկատմամբ եւ ամենաուժեղ քաղաքական գործիչը մեր առաջին համարն է լինել, բայց ես դրա հետ ինչ անեմ, հիմա թող իրանք էլ փորձեն, իրանք էլ ավելի լավ քաղաքական գործիչներ ստեղծեն։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Նարեկ։